Բարև ձեզ։ Լավ է։ Երկու։ Այսօրվա մեր դասի թեման է, ինչպես տեսնում եք, իրադարձակի գրված է ժառանգական հատկանիշներ, մատնահետքերի գենետիկա։ Վստահ եմ, որ որոշ տեղեկություններ ունենք մատնահետքերի մասին, եկեք ավելի խորը այսօր ուսումնասիրենք և փորձենք լաբորատոր փորձի միջոցով ստանալ ձեր սեփական մատնահետքերը ու դրանք վերլուծենք։ Մեր դասի նպատակն է խորացնել գիտելիքները ժառանգական հատկանիշների, մատնահետքերի ժառանգման մեխանիզմների մասին և դրանց բժշկական նշանակության մասին։ Ուրեմն մեր դասի այսօրվա դիտարկի նպատակն է լաբորատոր սարքավորումների հետ աշխատելու հմտությունները զարգացնել, գիտելիքները փորձնական կիրառել հետազոտության միջոցով, ինչը որ դուք կկատարեք դասի ընթացքում, և սեփական հետազոտությունները ներկայացնել և քննարկել դրանք։ Հասկանալի է, հուսամ, որ դասի վերջում մենք կկարողանանք միասին բացահայտել մատնահետքերի առաջացման գենետիկական մեխանիզմները, տարբերել մատնահետքերի տիպերը, վերլուծել դրանք և գտնել հնարավոր օգտագործման ուղիները բժշկության մեջ։ Հիմա եկեք մի փոքր խոսենք ընդհանրապես մատնահետքերի առաջացման մասին, ինչ տեղեկություն ունենք և ինչպես եք կարծում, երբ են առաջանում մատնահետքերը։ Եվ աջակցությամբ երբ են առաջանում մատնահետքերը։ Կարծիքներ, խնդրեմ։ Սահմանային զարգացման, այո, ճիշտ է։ Իսկական դրանք ժառանգական են, ինչ-որ չափ։ Այսինքն կարծում ես, որ կարող են փոխվել կյանքի ընթացքում։ Չեն կարող փոխվել, բայց կարող են ծնողից երեխա ինչ-որ տոկոսով ընդհանուր կառուցվածություն։ Այսինքն նույնը չժառանգվել, բացարձակույնը, այլ որովհետև մատնահետքերը եզրակ են ամենորդում, համար նույնիսկ երկու երեխային։ Ճիշտ է, համաձայնում եմ լավ։ Իսկ մատնահետքերի վերլուծությունը ինչպես է ստացվում, ինչ նշանակություն ունի։ Եթե հաշվարկի ծրագրականներ, որոնց միջոցով կարող ենք մարդու, ասենք, բնավորության գծեր առանձնացնել, լավ, իսկ բժշկության մեջ այդ ներկայացնել, որ դիագնոստիկայում կա հետաքրքիր օրինաչափություն, որքան բարդ է բարգերը, այդքան ավելի բարդն է նյարդային համակարգից, որքան բարդ է, ապա ավելի լավ է զարգացած բնազդային այդ կողմնորոշումը։ Մատնահետքերը ժառանգական են, նրանք ժառանգվում են գենետիկական մեխանիզմներով, ժառանգական մեխանիզմներով և չեն փոխվում կյանքի ընթացքում, նրանք անհատական են, համաձայն եք, որ անհատական են։ Երկրորդների մոտ կկրկնվեն մատնահետքերը ինչպես են անում։ Նրանք համարվում են ինչ-որ չափ սեփականություն, ճիշտ է, և շատ հաճախ մենք կիրառում ենք այդ մատնահետքերը որտեղ։ Դատաբժշկության մեջ, այո։ Կարող են կիրառել մատնահետքերը, ասում բժշկության մեջ ունեն կիրառություն, խնդրեմ եղան։ Բժշկության մեջ մատնահետքերով կարող են որոշ քրոմոսոմային հիվանդություններ մատանումի համախանիշը որոշել, ճիշտ է, այո։ Այսօր մենք ավելի խորը դարձ ուսումնասիրենք, կարդակ, և եթե ունենանք հարցեր կամ արտահայտվելու ինչ-որ միջոցներ քննարկենք, այնուհետև աշխատանքի կանոնները կքննարկենք, լաբորատորիայում ինչպես աշխատել, կկատարեք լաբորատոր աշխատանքը, սեփական ձեր հետազոտությունը կստանաք ձեր մատնահետքերը, կվերլուծեք դրանք և կներկայացնեք ձեր սեփական հետազոտությունը։ Մոտավորապես այսպիսի պատկեր կստանաք, սիրելիներս, այսպիսի վերջնացում պետք է ունենա, որտեղ աղյուսակի օգնությամբ դուք կգծագրեք տեսակները մատնահետքերի, մատների ձեր հետքերը արդեն թերթիկների վրա և այնուհետև ծածկապակիների վրա կունենաք, հաշվարկը կկատարեք օգտագործելով խոշորացույցները, ունեք նաև սարքավորումներ լաբորատոր, մանրանկարները, ծածկապակու վրա կստանաք ներկի միջոցով մատնահետքերը, կտեղադրեք այս մանրանկարի տակ և կկարողանաք կատարել հաշվարկներ։ Ձեր թերթիկների վրա ամեն մեկը աշխատում եք ձեզ համար և գտնում եք այն ինչ-որ դուք տեսել եք, այն հաշվարկը ձեր սեփական մատնահետքերի վերաբերյալ։ Մի փոքր այստեղ ներկայացնեմ ուսումնասիրենք, ձեր սեղաններին դրված է բաշխիչնյութը, որի օգնությամբ դուք կծանոթանաք և ավելի խոր գիտելիքներ ձեռք կբերեք մատնահետքերի, նրանց առաջացման, կիրառության, բժշկության մեջ նրանց նշանակության մասին։ Հիմա որոշակի ժամանակ ձեզ կտրամադրել, որպեսզի դուք ծանոթանաք, զույգերով պետք է աշխատեք, ինչպես որ նստած եք, ծանոթանաք այդ նյութին, կարդաք, միասին քննարկեք, ընդամենը մի քանի րոպե, 2-3 դերմատոֆիզիկան դա մատնահետքերի և ափի նախշերի ուսումնասիրման հատուկ գիտություն է։ Ասում է, որ ոչ թե միայն մատնահետքերն են հետաքրքրություններ կա,
Այլ նաև ոտքերի թաթերը ևս ունեն հատուկ նախշեր եւ ափերի ներսը ևս ունի հատուկ նախշեր։ Այդ նախշերի բնությունը կարող է որոշակի տեղեկություն հայտնել մարդու կարողությունների, նրա խառնվածքի, ինչու ոչ նաև բժշկական վերլուծության արդյունք կարող է ծառայել, հոգեվերլուծության նպատակով կարող է օգտագործվել, ինչպես նաև որոշակի ժառանգական եւ խորը համախտանիշներ ավելի բացահայտելու կամ նրանց մասին ավելի վաղ իմացություն կարող է ապահովել։ Ինչպես տեսնում եք, մարտահետքերի 3 հիմնական տեսակներն են ներկայացված, ձեզ մոտ բաշխիչ նյութով ևս տրված են այդ օրինակները, կարող եք տեսնել ձեր սեղաններին կա, նույն այս մարտահետքերի օրինակները, որպեսզի ավելի մոտիկ եւ ձեզ համատեսելի լինի։ 3 հիմնական տեսակներն են՝ աղեղներ, օղակներ եւ գալարներ։ Իհարկե, օղակները կարող են լինել ռադիալ եւ ուրնակ, այսինքն ձգված լինեն դեպի օրինակ ճկունքը կամ դեպի կամակը ձգված լինեն, այսինքն դրանց միջև ևս կան տարատեսակներ։ Հազվադեպ լինում են խառը մատնահետքեր, երբ որ այս երեքի կարծես համադրություն է։ Դուք ձեր սեփական մատնահետքերը ստանալիս փորձեք համեմատել բաշխիչ նյութի հետ եւ գտնել դրանց հարաբերությունները, որ տեսակն է ավելի գերակշռի։ Այնուհետև մենք կկատարենք վերլուծությունը։ Պարզ էր աշխատանքը, հասկանալի է։ Հիմա զույգերով աշխատում ենք եւ կարդում ենք լրացուցիչ տեղեկությունը 2 րոպե ձեր ժամանակ։ Ինչի մասին է ձեր մատնահետքերի տեսակների ու Ձեզ մոտ ստացվում է աշխատանքը, ծանոթանում եք միասին քննարկել։ Ինչի մասին է ձեզ մոտ։ Ապրանքներով, որ կարող են ախտորոշել տարբեր հորակրական հիվանդություններ։ Շատ լավ։ Աղաղաձև, բարձ առանց պտույտների գծերը միողությամբ։ Որի մասին է խոսքը։ Բարձ առանց պտույտների գծերը միողությամբ։ Օղակաձև, գծերը մտնում են մի կողմից եւ դուրս գալիս նույն կամ հակառակ կողմից, մեկ կորով։ Երկուսն ես նմանեցնում։ Շատ լավ։ Բավորաձև, գծերը ձևավորում են կենտրոնացված բարույր։ Շատ լավ, լավ եք աշխատում։ Դուք ինչպես եք աշխատում, կարողանում եք քննարկել ինչ նյութ է ձեզ մոտ։ Ինձ մոտ աղերների քանակն է ներկայացված։ Արդեն սկսենք զույգերով աշխատանքը, խնդրում եմ լաբորատոր սարքավորումների հետ աշխատելու անվտանգության կանոնները վերհիշել։ Լավ, կարդան կանոնները, ով կկարդա, Լևոն, խնդրեմ, կարդա կանոնները վերհիշեն։ Ձեր թերթիկների վրա ևս դրանք գրված են, որպեսզի ավելի մոտ եւ տեսանելի ձեզ համար լինի, բայց հիմա գրադարտակից փորձենք վերհիշել։ Աշխատից զույգ պահպանիր անվտանգության կանոնները, ստուգի սարքերի միացված լինելը, մի քիչ անձնական նյութերին եւ սարքավորներին, սպասի ուսուցչի դրանք։ Ես առանձնացրել եմ այս 4 դիցուկ, իհարկե լաբորատոր սարքավորումների հետ աշխատելու անվտանգության կանոնները շատ են, բայց այս դասի համար սրանք էի առանձնացրել։ Եթե ունեք լրացումներ, կարող եք առաջարկել, որպեսզի մենք միասին այդ կանոնները կարողանանք պաշտպանել եւ անվտանգ եւ որակով աշխատանք կատարել։ Ուսումնասիրեցիք զույգերը, ձեզ տրված նյութը, հասկանալի է, հարցեր կան, նյութից հարցեր կան։ Մի փոքր եկեք քննարկենք ու տեսնենք ի վերջո ինչի վերեք, ինչի մասին կարողացավ ավելի քոր ուսումնասիրել։ Խնդրեմ, ով կուզի պատասխանել, ով կուզի խոսել, նյութի ներկայացնել։ Խնդրեմ։ Հասկացանք, որ ապրանքներով կարելի է ախտորոշել տարբեր հիվանդություններ, դրանք մենք ասվածով բարձրացնել, որ թերմոդիֆիկայի միջոցով բարձրացնել, որ շաքարախտի կամ կրակի հասուն ձևեր ու երբեմն դրանք ոնց որ ժառանգվում են։ Շատ լավ։ Ափի վրա երկու գծերի, եթե հարում են, միանում են, ապա կոչվում է կապիկի ձեռք ու գերակշռում են տանող հիվանդ մարդկանց մոտ։ Շատ ճիշտ, այո, հետաքրքիր է։ Ուրիշ զույգերը խնդրեմ, ասա։ Իմ յութքում գրված է, որ ըստ մատերի կամ մատերի վրայի նշանների, նախշերի կարող ենք մարդու բնավորության գծերից ինչ-որ բաներ իմանալ։ Օրինակ, եթե ոչի վրա ավրազև նախշ կա, այդ մարդինք իր խոսքում ավելի ինքնարտահայտվող ու ավելի անկախ կլինի, բայց նաև սրան ավելացնեմ, որ այս գիտական առմամբ հաստատված վերլուծություն չի ու չեն կարող
Ընդդեմ կարող է որպես կանխատեսում դա ներկայացնել։ Ու այս ամենը ինչ-որ չափով կարճ լինի, ինչ-որ չափով կարա չամբարացնի, կարող է չամբարացնել։ Շատ լավ։ Դուսնի վրա լեգիտիմի վրա գտնվող կալարները Ալփի մասին է խոսքը։ Ցույց կտաս ալփի մասին է խոսքը, դասարանի քննում է։ Շուտվիտերի դասարանը, Դուսնի վրա գտնվող կալարերը հազվադեպ հանդիպող նշան է, ու հանդիպում է հիմնականում դառնով հիվանդ մարդկանց մոտ, մոտավորապես 10.2%-ն է կազմում։ Առողջ մարդկանց մոտ կազմում է ընդամենը 1%-ը, իսկ եթե փսիխոզով է տարապում երեխաները, ապա այդ դեպքում կարող է կազմել 90%-ը։ Արդեն սկսում ենք աշխատանքը, ստուգեք սարքերի միացված լինելը, ներկերի օգնությամբ, ջուրը ևս տված է ձեր սեղաններին, ստացեք մատնահետքերը, գծապատկերները բերված են գրատախտակին, նմանատիպ գծապատկերներ պիտի ստանա ձեր սեփական մատնահետքերի հետ կապված։ Սկսենք աշխատել։ Օգնեք իրար զույգերով, իրար օգնեք։ Այո, ինչպես որ կա։ Գրելով դասի թեման և այն աշխատանքը, որ հիմա կատարում եք, խնդրեմ, այս օրինակով աշխատեք։ Կարողանում եք աշխատել, շատ ճիշտ է։ Այո։ Ապակին որտեղ է դասապակի, Գույնը քեզ մոտ մուք է, տես Աննա ջան, պատկերը տեսնում ես ինչպես է երևում։ Լսում եմ ձեզ և ինչպիսի արդյունքի եկան, ինչպիսի եզրակացության, խնդրում եմ ներկայացնել, օղակներն են վերակշռում ձեզ մոտ, գալարները թե աղեղները։ Ասա, լեցում։ Իմ մոտ ամենաշատ աղեղներն են, միջին արժեքը 6-ն է, միջինը օղակներն են, միջին արժեքը 3.5, ամենաքիչը գալարներն են, միջինը 0.6։ Լավ, հետաքրքիր է։ Հիմա վերլուծության մասին կխոսենք, խնդրեմ։ Մյուսը կուզենա ներկայացնի, ինձ կամեն ասա։ Ինձ մոտ աջ ձեռքի վրա գավառներն են վերակշռում, ձեռքերը աղեղները։ Շատ լավ, հիշենք տվյալները, որ քիչ հետո ամփոփենք։ Դու ինչ կասես, Մարիամ։ Իմ մոտ օղակներն են վերակշռում, Օղակներն են վերակշռում։ Տաթև ձեզ մոտ։ իմ մոտ գալարները։ Աննա։ Գալարները, հետաքրքիր է, որ ձեզ մոտ համընկել է։ Լևոն կարող ենք ամփոփել, որ դասարանում ավելի շատ հնչեց քոնը նույնպես հաշվի առնելով օղակների մասին թե գալարների։ Օղակների մասին հնչեց կարծես ավելի շատ։ Լավ, փորձենք ամփոփել, ձեր բաշխիչնյութում գրված է նաև վերլուծությունը։ Խնդրեմ, ովքեր որ պատրաստել են, կարող եք ներկայացնել վերլուծության մասին, Կարեն ջան, խնդրեմ, ինչ կասես։ Իմ բաշխիչնյութում աղեղների մասին է խոսում, աղեղները հատկապես եթե մարդու վերակշռում են աղեղները, ապա նա հավասարակշռված է, հեշտ է սուգետում մարդկանց հետ, ընկերության համար ինքն է հանդիսանում, որը նրա շրջան է աղեղում։ Հիմնականում աղեղները շատ են այն մարդկանց մոտ, ովքեր կապվում են սպասարկման ոլորտի հետ, օրինակ վարսարդաները առաջարկում
ցուցամատերի վրա եթե աղետները շատ են, ապա այդ մարդը ավելի վիրավորվի է, սակայն հեշտերում մարդկանց Հետաքրքիր։ Գալաների մասին առաջին նստարանի զույգը վերաշում է գալաները, խնդրեմ եմա։ Ինչքան շատ գալաներն են, մարդիկ այդքան շատ իրենք պոտենցիալ ունեն աշխատել, բայց իրենց ուղղը ավելի զարգացած է աշխատելու ունակությունների վրա։ Համոզում եք ձեր դեպքում, խառնված դեպքում, հա, ինչ-որ չափ համոզում եք։ Լավ։ Ի վերջո դուք կարողացաք վերլուծել տիպերը, մատնահետքերը, իմացաք ինչ տեսակներ ունեն, ճիշտ է, 3 հիմնական տեսակները եւ նրանց բաղադրիչները քննարկեցինք, եւ իմացաք ինչպես կարող են կապված լինել խառնվածքը եւ մատնահետքերը ինչպես կարող են վերհանել խառնվածքը մարդկանց, ի վերջո որտեղ է այս կիրառությունը, ասում ունի նշանակություն մատնահետքերի, ափի, հետքերի վերլուծությունը, բժշկության կամ այլ բնագավառներում կա նշանակություն։ Նպաստավոր է սա օգտագործել։ Օրինակ, Դաունի համախտանիշը կամ այլ քրոմոսոմային հիվանդությունները հայտնաբերելու համար դա մեծ նշանակություն ունի։ Այո, լրացուցիչ կարող է ծառայել, կարող է որպես ապացույց ծառայել։ լավ։ Խնդրեմ եմա։ Իրականացիայում ինչ նշանակություն ունի, որ կարող որոշել անհատի հագուների գնահատումը, բայց ոչ միշտ այդպես լինում։ Մատնահետքերը իրենք չեն կարող կանխատեսել հենց մարդու վարքագիծը։ Եթե բժշկությունը փորձենք համատեղել օրինականության հետ, ապա մատնահետքերը, քանի որ ամեն մարդու մոտ անհատական են, հնարավոր կլինի մատնահետքերի միջոցով դատաբժիշկներին հասկանալ այս կամ այն անցանք կատարող անձի ինքնությունը։ Այո, ճիշտ է, մեծ նշանակություն ունի նաև դատաբժշկության մեջ, ճիշտ է։ Ի վերջո վերլուծությամբ մենք հասկացանք, որ մատնահետքերը դրան կարող ենք հաստատել եւ պնդել, որ ժառանգական բնություն է։ Ճիշտ է։ Ռաֆի, ինչ կասես, ափի նախշերը եւ մատնահետքերը։ Այսպես դառն համակարգով ափի երևույթը 80-ից 91 բան նշանակում։ Այսինքն տարբերվում է առողջ մարդկանցից։ Լավ, շնորհակալություն։ Ունենք այլ լրացումներ, խնդրեմ համար։ Դե որ հոգեբանական վերլուծությունը համարվում է ոչ գիտնական, Ոչ գիտական վերլուծություն, բայց բժշկության հետ մատնահետքերի ուսումնասիրելով հասկացանք, որ իրենք իրար հետ կապում են ու հստակ տեղեկություն ունենք մահվանվածքը կարող է բացատրել ճիշտ։ Լավ, շնորհակալություն։ Այլ լրացումներ, խնդրեմ։ Կարող խոսել թե երբ են ձևավորվում մատնահետքերը, մատնահետքերը ձևավորվում են սաղմոնի զարգացման 10-15 շաբաթում, երբ արդեն ձևավորվում է մաշկի էպիդերմիսն ու դերմիսը, ու արտաքին ներքին գործոնարարության հիման վրա ձևավորվում են մատների եզակի պատկերները, նաև ազդեցությունի գենետիկական կողմը, օրինակ գեները որոշում են մատների ափերի ոտքերի ձևը, ու եթե ընդհանուր տիպային բաժանենք, ապա լինում են ցիկլային, պտույտներ եւ աղեղներ, ինչպես նաև երկորյակների մոտ տարբերություն է լինում ու մատների ձևը, այդ պատկերները տարբերվում են հենց մատների ծայրերին արյան ճնշման հոսքից, ինչպես նաև մաշկի աճի արագությունից։ Շատ լավ, շնորհակալություն, շատ հետաքրքիր տեղեկություն է, որը կենսաբանորեն բացատրում է մատնահետքերի առաջացման յուրահատկությունը։ Այսպիսով էլ խնդրում եմ ամփոփիր, մատնահետքերը եւ ափի նախշերը առաջանում են սաղմնային հեքսաղմնային զարգացման շրջանում եւ արդյոք դրանք բնորոշում են մարդու ինքնություն։ Կարծիքներ կան։ Խնդրեմ, կարող եք արտարվել, խնդրեմ Արեգ։ Ես օրենսի դեպքերը եւ կարողացա հաշվել մեր մատնահետքերի Խոսեփական ինչն է։ վերլուծությունը կատարել մատնահետքերի, շատ լավ։ Շնորհակալություն, խնդրում եմ ուշադիր եղեք սարքավորումների հետ, անջատում ենք դրան, հասկանում ենք, պահպանում ենք կանոնները եւ տնային աշխատանք կրկնել գենետիկական մեխանիզմները ժառանգման, լավ, եւ լրացուցիչ նյութեր գտնել այս թեմայի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Այո, ուշը ինչ-որ դժվար է, դա երրորդ հարցն է։ Առաջինը, թե ինչ սովորեցին դասի ընթացքում, ինչն է ձեզ համար հետաքրքիր, ինչն է նորություն, եւ երկրորդ հարցը ամենահիշարժան հետաքրքիր